Ողջույն սիրելի հավատացյալ քույրերս, եղբայրներս, որոնք լսում են այս հարթակում Աստծո խոսքը, ուզեցի այս անգամ ուրիշ ֆորմատով խոսել։ Սրանից առաջ այն վիդեոն, որ Աստծո ներելու եւ անեծքի մասին էր խոսքը, եւ ինչ որ մեկը պատասխանել էր այսպես, որ եթե տեղին է անեծքը, այն կպնում է։ Ես ուզում եմ այս հարցի շուրջ մի քիչ խոսել, որովհետև իրոք որ շատ բաներ է փոխվել Հիսուսից հետո, բայց մենք կարծես ապրում ենք Հիսուսից առաջ եղած ժամանակաշրջանում։ Սիրելիներ, շատ բան փոխեց մեր Տերը։ Փոխեց մեր իսկ օգնության համար, մեզ իսկ սրբացնելու համար։ Ես ուզում եմ պատմել հին ուխտից մի դրվագ, որ հետո կապեմ այն Հիսուսի ժամանակաշրջանի հետ։ Հին ուխտում մի մարգարե ունենք, Եղիա անունով։ Եղիան պատգամ էր ուղարկում Աստծո ժողովրդին եւ թագավորին, Իսրայելի թագավորին։ Եվ պատգամի ժամանակ նրան չէին ընդունում ու գալիս էին, որ իրեն բռնեն եւ տանեն բանտարկության։ Այսպես ինչ որ մի բան էր ուզում անել Իսրայելի թագավորը։ Նա լեռան վրա էր ինչ որ եւ 50 հոգի զինվոր եկան, որ իրեն բռնեն տանեն։ Եվ Եղիան, որ մարգարե էր, օգտագործում էր իր ուժը եւ կարողությունը եւ ասեց, եթե ես Աստծո մարգարե եմ, վերևից թող կրակ գա եւ սպառի այս 50 հոգուն։ Եվ այդպես 3 անգամ ինքը գործածեց իր իշխանությունը, մոտ 150 հոգու ինքը կրակով այրեց։ Հետո Հիսուսը երբ որ աշակերտների գանք, արդեն նոր ուխտ։ Հիսուսը երբ որ իր աշակերտների հետ գնաց իր հայրենի քաղաքը, Գալիլեայի ինչ որ քաղաքներից մեկը, որտեղ իրեն չընդունեցին եւ ասեցին մեր գյուղ մի արի, մեր քաղաք մի մտիր, այնտեղ Պետրոսը ոգևորված ասեց. «Տեր, արի Եղիայի նման կրակ իջեցնենք եւ սպառենք իրենց»։ Եվ Հիսուս հանդիմանեց, ասեց. «Չեք գիտեր թե ինչ հոգուտեր եք դուք։ Դուք ինչ հոգուտեր եք, չեք գիտեր»։ Սրանով ինքը ցույց է տալիս Հիսուսը, որ փոխվել են ժամանակները։ Ինքը եկել է խոնարհության, խաղաղության ճանապարհով մեզ, մեր սրտերը ազատի եւ մաքրի ամեն տեսակ չարությունից։ Ինչ չարություն։ Պիտի ասես, որ ես չարություն չեմ անում, այլ դիմացինն է ինձ չարություն անում։ Այո, այդպես է։ Դիմացինն է չարություն անում, քեզ։ Եվ դու այդ չարությունը ընդունելով քո սիրտը ցավեցնում ես։ Ներումը հենց դրա մասին է։ Աստված իր որդին ուղարկեց, որպեսզի իր որդին վերցնի բոլորի ցավերն ու տառապանքները, բոլորի մեղքը խաչափայտին վրա, որպեսզի այդ մեղքը ոչ մեկին չկպնի։ Ովքեր որ հավատում են այդ Հիսուսին, նրանք ազատվում են այդ մեղքի ծանրությունից։ Ինչպես ներելով։ Հիսուսը եկավ ներման պատգամով, որպեսզի ամեն մարդ կարողանա ներել։ Եթե Հիսուսը չտար այդ շնորհքը ներումի, ոչ ոք չէր ազատվի։ Եվ այնպես չէ, այսօր օրինակի համար ինձ ուրիշ մեկն է վիրավորել, բայց կարող են օրեր անցնեն, ես ուրիշ մեկին վիրավորեմ։ Եվ ասեմ, որ թող Աստված արդար դատավոր լինի եւ բոլորին պատժի։ Եթե բոլորին ես էլ կմահանամ, դու էլ կմահանաս։ Դու չգիտես ինչպես, բայց անում ես, վիրավորում ես մարդկանց, կամ Աստծուն։ Մենք ոչ մեկս կատարյալ չենք։ Մենք ոչ մեկս այսինքն զերծ չենք դատաստանից, մեզ էլ կարող են դատել, մենք էլ կարող ենք պատահական կամ ոչ գիտակցաբար մեղք գործենք եւ մենք էլ դատաստանի առջև կենանք, բայց հենց նոր ուխտի շնորհքը հենց դրանումն է, ներումը, որ Աստված սովորեցնում է մեզ ներել, որովհետեւ ներելուց հետո նոր կարող ենք սիրել մարդկանց։ Ամեն։ Եթե չենք ներում, չենք կարող սիրել, իսկ եթե չենք սիրում, ուրեմն Աստծուց հեռու ենք։ Ուրեմն Աստված մեր հայրը չի։ Ամեն։ Եվ ներումը զորություն է, ներումը ազատագրություն է, ազատվում ես եւ քո մեղքից եւ ուրիշի մեղքից, որ քեզ վիրավորել է։ Ինչ որ մեկը, որ քեզ վիրավորում է, մեղք է գործում, չէ՞ քո դեմ։ Աստված ասում է ներիր, որ այդ քո ուրիշի վիրավորանքը քո մեջ չմնա եւ դու կարողանաս ազատ ապրել, մեղքից ազատ։ Այո, սիրելիներ, եթե մենք իրոք դատաստան տեսնենք, եթե մենք արդարություն ենք փնտրում, ապա մահերը շատ կլինեն մեր կյանքում, մեր շրջապատում, չէ՞։ Ոմանք երբեմն վիրավորված խնդիրներից ելնելով ասում են, որ
թեև դու այսինչ բան արեցիր, բայց վերը Աստված կա, նա թող դատի քեզ։ Ու դատաստանով վախեցնում են մարդկանց, Աստծո դատաստանով։ Բայց մեր Աստված այդպիսին չէ, ինչպիսին որ մեր սրտից է դուրս գալիս ողակալությունը եւ մարդկանց պատիժը տեսնելը։ Քանի հիվանդների Հիսուս բժշկում էր ու ասում էր. «Քո մեղքերը քեզ ներված են, ոտքի ելիր եւ քայլիր»։ Այսինքն Հիսուսը առանց նրանց մեղանչելու, առանց նրանց զղջալու, նա ներում էր, առատապես ներում էր։ Ահա թե ինչպիսին է մեր Աստված։ Աստված ներող Աստված է, սիրելիներս։ Այդ քարոզը եթե լավ չեք հասկացել, նորից լսեք։ Հիսուսը ոչ թե պատմում է, որ ամեն մեղք գործողը պետք է անիծվի, այլ ոչ, ասում է, եթե ինչ-որ մեկին վիրավորում ես, ցավ ես պատճառում, կարող է անոր ցավը գա քեզ եւ նեղություն տա, բայց Աստված չի ուզում, որ քո մեղքը քո վրա մնա։ Աստված հենց դրա համար է պատմում առակը։ Պատմում է առակը Հիսուս եւ ասում. զգուշ եղեք, որ ինչ-որ մեկին չվիրավորեք, ու երբ որ վիրավորում ես, զղջա, գնա հաշտվիր հետը։ Հենց դրա համար է պատմում Հիսուսը, որպեսզի ամեն մարդ արթուն լինի եւ երբ որ ինչ-որ մեկին վիրավորում է, գնա նրա սիրտը շահի, որպեսզի այդ վիրավորված սիրտը բժշկվի։ Ամեն։ Ուրեմն Հիսուս ոչ թե դատում է մարդկանց, այլ այդ դատաստանից փրկել է ուզում։ Նա ուզում է ազատել մեզ, փրկել մեզ ամեն տեսակ մեղքից, վիրավորանքից, որ մենք ենք վիրավորում եւ մեզ են վիրավորում։ Ամեն։ Ես հասկանում եմ, մարդիկ վիրավորվում են եւ դա իրոք ծանր է, շատ ծանր է։ Բայց հավատացեք, Հիսուսի հետ հեշտ է։ Հիսուսի հետ հնարավոր է, որ դու կարողանաս այո չվիրավորել եւ ուրիշի վիրավորանքից ազատվել։ Դրա համար ենք մենք քարոզում ավետարանը, դրա համար եմ ասում, եկեք բոլորդ Հիսուսի մոտ, եկեք եւ բժշկություն գտեք ձեր սրտերի վերքերից, որովհետեւ մարմնի վերքը գրված է առակացի մեջ գրված է, եթե մարմինը վերքեր ունի, ինչ որտեղ կարելի է կրել, բայց երբ որ սիրտն է մարդու սիրտն է վիրավորվում, դա հնարավոր չի, դա շատ ծանր է, շատ ծանր է։ Դրա համար Հիսուսը եկավ, ասում է, կոտրած սրտերը բժշկելու, եկավ, որ վիրավորված սրտերը առողջացնի, սիրելիներ։ Հիսուս այդ առակը չէր պատմում, որ ինչ-որ մեկի վրա անեծք փակցնի, ընդհակառակը նա ուզում էր անեծքից ազատի։ Եվ դրա համար այդ առակներն էր պատմում։ Ես խնդրում եմ ձեզ, նորից լսեք, որպեսզի ավելի լավ հասկանաք։ Եթե քո սրտում դեռ կա ինչ-որ մեկին այսպես վրեժ խնդրությամբ, կամ ասես, որ թող Աստված դատի իրան, թող Աստված իրեն այսպես անի, այնպես անի, ազատվեք այդ ցանկությունից, եկեք Հիսուսին, թող Հիսուսը բժշկի ձեր սիրտը, որովհետև ինչ-որ ուրիշին կամենակ ձեզ է կպնում, թեև ինքը մեղավոր է, եւ ընդհանրապես ով է որոշում ով է մեղավոր, եւ եթե դու վստահ ես, որ մյուսն է մեղավոր, դու էլ մեղավոր ես նրանով, որ դատում ես այդ մյուսին։ Ուրեմն երկուքդ էլ մտնում եք մեղավորության այդ այսպես ասած ծանրության տակ, մեղքի ծանրության տակ։ Հասկանում եք։ Դրա համար Հիսուսը կանչում է մի նոր կյանքի, ներումի։ Եվ թե Հիսուս ասում է ներեցեք, նա նաև կարողություն է տալիս ձեզ ներելու։ Շնորհք է կոչվում, այդպես ասում է Հիսուսի շնորհքը։ Ամեն։ Դրա համար մի պատմություն եմ ուզում պատմել։ Հին ուխտը ուրիշ էր։ Հին ուխտը ազատ էր ամեն մարդ արդարություն պահանջելու, աչքի տեղ աչք, ակրայի տեղ ակրա։ Այսինքն Աստված թույլ էր տալիս հին ուխտում, որ մարդիկ այսպես ինչ որ արդարություն լիներ հին ուխտի հիման վրա, ոչ թե որ Աստված չար էր, ոչ, մարդը անկարող էր այսօրվա շնորհքը ընկալել։ Այսօր էլ մարդիկ անկարող են այսօրվա շնորհքը ընկալել։ Նրանք ավելի շատ ուզում են, որ Աստված պատժի, բայց եթե Աստված պատժելու լինի, սիրելիս, քեզ էլ պիտի պատժի։ Եվ աշխարհում ոչ մեկ չի մնա, ողջ մեկը չի մնա։ Բոլորն էլ պատիժի արժանի են, բայց Աստված ուզեց փրկել քեզ պատիժից, պատժելով իր որդուն։ Այսինքն ոչ թե բառացի պատժում էր Հիսուսին, այլ մեր բոլորի մեղքը դրեց Հիսուսի վրա, որպեսզի դու այսօր ազատ լինես ոխից, ազատ լինես վրեժխնդրությունից։ Հիսուսը ինքն է դատավորը,
Աստված ինքն է դատավորը, եւ նա չի ուզում, որ դու այս ձևով դատես, չի ուզում աչքի տեղ աչք կամ ակրայի դեմ ակրամ, նա չի ուզում, նա ուզում է, որ օրհնես քո թշնամիներին։ Դժվար է, ուրեմն մոտեցիր Հիսուսին, մոտեցիր, համարձակությամբ մոտեցիր, ավելի մոտեցիր, կապվիր մեզ հետ, մենք կաղոթենք քեզ հետ եւ Աստծո շնորհքը կգա եւ դու կազատվես վիրավորանքից, ցավից, տառապանքից եւ քեզ մի նոր կյանք կպարգևի Տեր Հիսուսը, որպեսզի ներես։ Եթե դուք համաձայն եք ինձ հետ, եթե դուք ուզում եք իրապես, որովհետեւ դա ուղղակի ես խոսում եմ, որ ձեր մտքերը փոխվեն, ուղղակի խոսում եմ, որպեսզի ձեր խորհուրդները փոխվեն ու դուք գիտակցեք, ներման խորհուրդ ինչքան կարեւոր է։ Եթե կարևոր չլիներ, Աստված իր որդուն չէր ուղարկի, ինքը իր որդու միջոցով ներում է մեզ բոլորիս։ Նա ուզում է մեզ ներել, բայց որպեսզի արդար լինի Աստված, որպեսզի մեր ներումը հատուցում ունենա, Հիսուս հատուցեց այդ մեղքերի համար։ Հատուցել է նաև այն մարդու համար, որին դու չես կարողանում ներել։ Եվ Աստված ուզում է քեզ սովորեցնել ներել։ Աստված ուզում է իր հոգիով քեզ պարուրի, քեզ շնորհք տա ներելու եւ քեզ նոր կյանք պարգևելու։ Եթե ոչ, սիրելիներ, այս կյանքը ապրելու շատ դժվար կլինի առանց ներելու, շատ։ Կարելի ասել դժբախտ են նրանք, որ չեն կարողանում եւ չեն ուզում ներել։ Այդ մարդիկ շատ ծանր են եւ շատ դժվար է իրենց հետ, բայց Աստված ուզում է քեզ մաքրի, սրբի իր որդու Հիսուս Քրիստոսի արյունով։ Ավելին ուզում եք աղոթքով ես ձեզ օգնեմ, տակը այս ձայներիզի վիդեո տեսաերիզի տակը գրեք ներում ու մենք կպատասխանենք ձեզ եւ լսաերիզներով եւ տեսաերիզներով եւ անձնական հաղորդակցությունով, որպեսզի դուք կարողանաք ներել եւ Աստծո շնորհքով կարողանաք դուրս գալ այդ խնդրից։ Լավ, Աստված օրհնի ձեզ։